Քո կյանքում նոր փուլ է, նոր մարդ կա։ Այո, ես երջանիկ եմ։ Երկու անգամ վթարի ենթարկվեցիր։ Իմ վարորդներ մեղավոր, արագ էր վարում ու չհասցրեց արգելակի, իսկ երկրորդ դեպքը հետևից եկան ու հարվածեցին, դրանից հետո էլ բան չեմ հիշում։ Բաժանվեցիր քո սիրելիից, Հարութից։ Ոնց ես դու այդ փուլը հաղթահարել։ Պարտադիր չի մնաց միտեղ, որտեղ ամեն ինչ անհասկանալի է։ Ոչ մեկ էլ չեմ քննարկել, որոշել եմ ես, արել եմ ես, խոսել եմ ու ամեն ինչ վերջացել է։ Որոշումը ընդունելի էր միանգամից երկրորդ կողմի համար։ Չգիտեմ։ Այդ ընթացքում մտածում էի կարողա մեղավորեմ, վայ կարողա պիտի չանեի։ Ընտանիքը հայտնի է, Էլիզի հայրը Արամն է, դրա համար նա առաջ է գնում, գուցե նաև այս խնդիրը կար, որ դու ուզում էիր առանձնանալ։ Հա, ես չեմ ասում, որ պապայի ֆակտորը չկա, ես չեմ կարա այդ բացառեմ։ Պապան ասել է, կարողա գաս։ Ես ասել եմ, որ այս պահին պատրաստ չեմ ոնց որ ետդարձ անեմ, շատ միջավայրերից դուրս եմ եկել։ Աշխատանքային թե ընկերական միջավայր։ Երկուսն էլ։ Իրանք հնարավոր է նկատածե չլինեն, բայց երբ որ ես խոսակցությունները իրենց մեջի հասկացել եմ, ասել եմ չէ։ Քեզ այլևս որպես դերասանուհի չենք տեսնի այս նախագծից հետո։ Կարծում եմ ոչ։ Քեզ դուր չես գալիս որպես դերասանուհի էկրանին տեսնելիս։ Բարդ է խաղալ 20-25 տարվա դերասանների կողքին։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։